Հրապարակը գրում է իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի ադրբեջանական զինուժի թիրախում են կրակի տակ ՀՊԱ-ական պատգամավորներից ու մարզպետներից սկսած վերջացրած էկոնոմիկայի ու ՏԿ նախարարով այցելել լուսանկարներ են հրապարակել, թե սյունեցիների կողքին են, բայց հրապարակումներից երևում է հաշված մարդիկ են հանդիպել նրանց հետ։ Երեք հրապարակումից հետո թերթին զանգել Խոզնավարի մի բնակիչ պատմել է ոչ միայն յուրային մի քանի հոգու հետ են եկել հանդիպել, արհամարելով գյուղի մյուս բնակիչներին, այլև կարծես ծաղրելու համար էին գյուղ եկել 2 րոպե 2 հոգու հետ զրուցել, նկարվել, բայց ամբողջ գիշեր քեֆ ուրախություն են արել, գառ մորթել, մինչև լուսաբաց քեֆ արել, ասել է Խոզնավարի բնակիչը։ Վարչական ղեկավար Վահան Զաքարյանը հարցին, թե ճիշտ է, որ ինքն էլ է մասնակցել խրախճանքին, անգամ կազմակերպել, ասել է, որ ոչ մի բանից տեղյակ չէ, գյուղում չի եղել։ Ժողովուրդը գրում է 18 թվականի հեղափոխությունից 7 տարի անց Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ։ Այս մասին երեք ասուլիսում ֆինանսների նախարարն է հայտնել, ստացվում է պետական պարտքը կազմել է մոտ 13.6 միլիարդ դոլար։ Նա վստահեցրել է, որ պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են Հայաստանի բյուջեով։ Թերթն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է։ Հրապարակն էլ գրում է, մինչև Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երևանի նոր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով եւ թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ԿՊ-ում ընդվզման մեծալիք է հասունանում, շարքերում գժված են, կարծում են, որ եթե Հանրապետություն կուսակցության անդամ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չտա, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը։ Պատմում են, անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ իբրև թիմի բանագնաց փոխանցել տրամադրությունները։ ԿՊԱ-ականներին միայն հայտնի է հարցի լուծումն առայժմ թողնվել է Ավինյանի վրա, ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի Հանրապետությունը, ապա հարցը կքննարկվի ԿՊ վարչությունում, հնարավոր է ԿՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։ Արամ Սարգսյանը երեք փորձել է խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը, հայտարարելով պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին ու մայրաքաղաքը չեն տա ռուսահպատակներին։ ԿՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերևներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք գալիք ընտրություններին ընդառաջ դիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ քլնգեն Ավինյանին ու թույլ չտան, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը։ Ժողովուրդը գրում է, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից կարող է 37 դառնալ։ Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը, առաջարկվում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը 15 միլիոն դարձնել։ Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող էին վճարել ու ազատվել պատասխանատվությունից։ Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության եւ կից առաջարկվող որոշումներում կատարվող փոփոխությունների նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մինչև 37 տարին լրանալը, հետախուզման մեջ մնալը եւ այլն։ Հրապարակն էլ տեղեկություն ունի, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո հնարավոր է այդ պաշտոնին նշանակվի Տիգրան Պետրոսյանը։ Թերթը տեղեկացել է, որոշումը կայացվել է, Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել է կառույց իբրև իր աչք ու ականջ Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չի փրկել։ 2021 թվականներին Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել ԱԱԾ-ում։ Լուրեր կան, որ հենց նա է Փաշինյանին զեկուցում կառույցում յուրաքանչյուր կասկածելի քայլի մասին։
Ժողովուրդն էլ գրում է, որ մայիսի 6-ից կայանալիք Աժելիագումար նստաշրջանը խոստանում է թեժ լինել իրավապահ համակարգը խորհրդարանականներին պետք է ներկայացնի գործունեության տարեկան հաղորդումը։ ԱԺ կգնան Արթուր Պողոսյանը, Աննա Վարդապետյանը, Անահիր Մանասյանը, Արթուր Նահապետյանը եւ կներկայացնեն զեկույցները, կպատասխանեն պատգամավորների հարցերին։